Աստղերը երկնքի հուշ չեն, և մայրամուտն էլ այդ է խոստանում։ Հանդիսատեսին զարմացնել տալով ավելին, քան սպասում է, այսպես մոտ 6 տասնամյակ։ Գուշ Մանուկյան, հայ թատրոնի վարպետը գուցե դառնար գյուղատնտես, եթե չլսեր Վարդան Աճեմյանը խումբ է հավաքում։ Թատերական ինստիտուտից հետո Կապանի, այնուհետև պատանի հանդիսատեսի, իսկ 1967-ից հիմնադրման պահից մինչև կյանքի վերջ դրամատիկական թատրոնի դերասան։ Մեդեա, Ռիչարդ III, Անոժիտը, Կանգար, Երկրագունդ, մարմնավորած կերպարներին չկա թիվ ու հաշիվ, դերասանի գործն էլ ասում էր, մարզվելու պես է, աչքաթող արեցիր, հանդիսատեսը կտեսնի միանգամից։ Ասա ինձ քահանայապետ, երբ է նրանում քո քահանայապետության ժամկետը, որքան գիտեմ դժվար հարցերը հաջորդի ուսին են դրում։ Շռնդալից ծափեր, լեփլեցուն դահլիճներ, որքան ուզեք, խաղում էր պրոֆեսիոնալ, երբեք չխաբելով ինքն իրեն։ Այս թափառաշրջիկին չափից ավելի մեծ պատիվ չես տալիս, թեկուզ քո այդ ճշմարիտ խոսքով։ Ես վտանգի ոտը հեռվից եմ առնում թերին։ Ժողովրդական ոչ միայն կոչումով։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ժողարտիստի տիտղոսը շնորհել էր 1980-ին, մեկ տարի անց ստացավ պետական մրցանակ Տիգրան Մեծի կերպարի համար Բերձ Զեյթունցյանի «Անաստվածների կանչը» պիեսում։ Что случилось? Առանձնակի ջերմությամբ էր խոսում «Սգավոր ձյունը» ֆիլմի մասին, խաղընկերը խորհրդային կինոյի ու թատրոնի մեկ այլ մեծություն էր։ Արմենից հետո Ջիջախանյան, առաջի դասակավորը ես ստացա։ Դուք ինչ կերեք։ Ձեզ ով էսել որ իմ նկարը տեղ կախեք, հա? Վերջին տարիներին կարոտում էր բեմը, ծանր վիրահատության հետևանքները ծանրացրել էին սիրտն ու հոգին։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։